Բարև ձեզ հարգելի հետևորդներ։ Այսօր ես որոշել եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես է պատրաստվում, ռուսերեն ասվում, սմալեց, չգիտեմ հայերեն տարբերակը, բայց ես գիտեմ, որ հիմա այն ինչ որ պիտի պատրաստեմ, դա խոզի փորի յուղն է, որը շատ օգտակար է բրոնխների, թոքերի համար։ Ճիշտն ասած, սա օգտագործում են ավելի շատ ռուս ազգի ժողովուրդը, բայց մենք էլ երբեմն հանգամանքներից ելնելով, այս պարագայում արդեն ստիպված լինելով, մենք էլ ենք փորձում օգտագործել, ես ուզում եմ ցույց տալ այն տարբերակը, ինչը որ ես եմ պատրաստում, որտեղ սովորաբար մարդիկ խուսափում են հոտից, համից, ես ուզում եմ ցույց տալ հնարավոր լավ տարբերակը, որպեսզի այդ հոտերը եւ համերը չլինեն։ Դրա համար, ուրեմն սովորական ծորակի ջրով ես թրջել եմ, ծորակի ջրի մեջ եմ դրել, սա հենց այդ սմալեցն է, փորի յուղն է, որը պետք է հալեցնենք եւ ցույց կտամ, թե ինչեր ենք խառնելու, որպեսզի օգտակարությունն ավելանա թոքերի եւ բրոնխների հետ կապված բուժման համար։ Եթե նայեք, խնդրեմ մի քիչ մոտիկից նկարեք, այստեղ մենք ունենք այսպիսի արնաջուր, այսպես ասած։ Թվում է թե սալ է եւ յուղ է եւ ոչ մի ձևով այնտեղ արյան բաներ չի լինելու, բայց արյուտես որ կա։ Ես այն թրջել եմ աղաջրով։ Աղը հնարավորություն է ստեղծում ավելի, որպեսզի այն դուրս թողնի այդ ամեն արյան բաները։ Շատ հոտերը գալիս է նաեւ դրանից։ Եվ ասեմ ձեզ, հիմա նախապես ցույց տամ, սա նորից եմ թրջելու, մեկ անգամ եւս թրջելու եմ։ Այստեղ ունենք մենք այսպիսի թաղանթ, եթե նկատում եք։ Այս թաղանթից ես անջատում եմ, որպեսզի սրանից էլ ինչ որ համեր հոտեր չմնա։ Այսպես պիտի անջատեմ, հետո հիմա ես դա ուղղակի ցույց եմ տալիս, անջատելու եմ եւ կտրատեմ, լցնելու եմ թավայի մեջ այստեղ եւ ուղղակի շատ մեղմ կրակով հալեցնելու։ Հիմա նորից պիտի սա թրջեմ ծորակի ջրով։ Մի քիչ էլի աղ ավելացնեմ։ Աղաջրի մեջ կթողնեմ։ Գոնե 20 րոպե ևս կթողնեմ, սա արդեն երկրորդ անգամ է։ Խառնենք, որ աղը խառնվի, որից հետո սովորական ջրով պիտի թրջենք, որ աղը հեռանա։ Ես սա վերցրել եմ մեր տան հարևանությամբ գործող Սեյրանի մոտ մսամթերքի խանութից, իմիջիայլոց ասեմ հասցեն, Արցախի 8 հասցեում է եւ դուք այնտեղ կարող եք գտնել ոչ միայն որակյալ մսամթերք, ձկնամթերք, այլ նաեւ կարող եք պատվիրել շատ լավ խորոված եւ միս եւ կարտոֆիլ եւ սունգ, սա այսպես մի փոքր ռեկլամի կարգով ասեմ, եւ նաեւ անգամ խորոված քաբաբ եւ խաշլամա անգամ։ Ինչի եմ ասում, որովհետեւ ամենտեղ չի որ դուք կարող եք ձեռք բերել մաքուր սմալեց, որտեղ մորթի ընթացքում էլ պիտի այնպես լինի, որ սմալեցը մաքուր կերպով կարողանան հանել։ Եթե ոչ, այդ համոհոտից ինչքան էլ որ ջրի մեջ դնեք, հաստատ չեք կարողանալու ազատվել։ Հիմա այսպես, ես սա նորից թողնում եմ աղաջրի մեջ մի 20 րոպե հետո լավ լվանալու եմ, հետո կքամեմ, կկտրատեմ եւ կդնեմ արդեն հալելու, այդ ժամանակ ես ձեզ արդեն ցույց կտամ։ Ուրեմն հարգելի հետևորդներ, արդեն ես կատարում եմ այդ թաղանթի անջատման process-ը։ Իմիջիայլոց ասեմ, որ այս թաղանթով, երբ որ հալեցնում եք սրանով, չգիտեմ ում ածանոթ, այսպես ասում էին խորխոզիկ, այսպիսի բան էին ասում, երբ որ սրա հետո սկսում են այդ ավելորդ մնացած յուղահալելուց հետո այդ տակի այս սրանց չհալված մասերով, մի քիչ էլ յուղային պարունակությամբ կարտոֆիլն են տապակում եւ այլն եւ շատ համեղ է ստացվում։ Հիմա ես չգիտեմ, շատերը ասում են, որ սա խոլեստերին չի պարունակում, մեզ ժամանակին ասեցին, որ ձեթն է շատ ավելի ճիշտ, քան ինչ որ կենթանական ծագման յուղերը, մենք սկսեցինք անցնել ձեթի, մի կերպ տառապելով անցանք ձեթի, հետո սկսեցին ասել, որ
ձետնա շատ վատ պիտի օգտագործել բնական յուղերը կենթանական, մի խոսքով այս մոլորված ամեն ինչի մեջ ես չեմ կարող որևէ խորհուրդ տալ, բայց գիտեմ, որ հնում օգտագործել են այս ամեն բաները եւ ոչ մեկ էլ այդ խոլեստերինի այդ խնդիրները չի ունեցել։ Ներողություն։ Հիմա ես այս թաղանթից առանձնացնում եմ, նպատակը մեկն է, որ այն, ինչպես ասում են, կամակոր հիվանդները, որ ասում են, չէ, ես դա չեմ ուտի, չէ, ես դա չեմ օգտագործի, ինչ որ ավելորդ համեր հոտեր չառնեն, չզգան այդ հոտերը եւ կարողանան օգտագործել, որը իհարկե, ինչպես ասում են, տնից տեղից հեռու լինի, բայց ժամանակին օրինակ շատ թոքախտների ա բուժել, այս հնարքը նաև սովորական թոքաբոր, բրոնխիտ եւ այլն, այսքան շնչառական օրգանների հետ կապված այդ խնդիրների դեպքում շատ են օգտագործել։ Դրա համար հիմա ես ուզում եմ ցույց տալ, թե ինչպես կարելի է պատրաստել, որ հոտերը, տհաճ հոտերը անցնեն, բնականաբար կան, որ ասեմ, չի լինում այդպիսի հոտ, հնարավոր չի այդպես, վերջապես կենթանի է, կենթանու այդ հոտերը ներսնա։ Ամեն դեպքում այս տարբերակով բավական մեղմանում է եւ ընթացքում ցույց կտամ, թե ինչեր եմ խառնում հետը, որպեսզի այդ հոտերը ընդհանրապես անցնեն, նկատելի չլինեն եւ նաեւ օգտակար լինի այդ նպատակի համար, բուժման նպատակի համար։ Հիմա այստեղ ցանցի վրա է, ինքը կջրքամվի, բայց եթե շատ չջրքամվի էլ, դա այնքան էլ անհրաժեշտ չի, որովհետև մի քիչ ջրային հատվածով հալեցնել ավելի ճիշտ է, որ ինքը, այսպես ասած, չտապակվի, այն ժարից ասածը չլինի, էլի, որ ուղղակի ինքը հալվի։ Սովորաբար նաև խորհրդատրվում գոլոշի վրա անել, աղում են մսաղացով բան, բայց հավատացնում եմ, այդ տարբերակները այնքան էլ այսպես հարմարավետ չեմ, որովհետև նախ շատ ժամանակատարա գոլոշի վրա շատ ուշահալվում եւ երկրորդ առանձնապես դա չի նպաստում համի հոտի չլինելուն, էլի։ Այսպես, նայեք ինչ հաստացվում է, այսպես առանձնացնում եմ ու արդեն մաքուր յուղը պիտի դնեմ հալելու։ Մի քիչ էլ կմանրացնեմ, տեսեք խոշոր մասեր կան մանր, բայց կմանրացնենք, որպեսզի հեշտ հալվի, իսկ մինչ այդ խնդրեմ բաժանորդագրվեք, դուք Լաուրա Մամյանի YouTube-յան ալիքում եք, բաժանորդագրվեք, ստեղծեք զանգակին, որպեսզի բաց չթողնեք այն կարևոր նյութերը, ինչ որ ես պիտի տեղադրեմ հետագայում։ Հիմա արդեն ցանցի վրա ջրքամվել է, մի հատ էլ այսպես ճզմենք։ Իրականում յուղը եւ այդքան շատ ջրային մասեր չի թողնելու իր ներսում։ Սա ես երկու տեղ կանեմ, որովհետեւ այսպես շատ կլինի այդտեղ։ Մանրացնելու եմ այսպես չափերի, շատ մանր պետք չի։ Եվ հալեցնենք։ Ահա, հիմա արդեն դրել եմ կրակին, շատ մեղմ, նայեք, շատ մեղմ կրակով, կափարիչը ծածկած, տեսնեք արդեն հալման պրոցեսը սկսվել է և արդեն այս վիճակում, երբ որ սկսում է եռալու նման արդեն հալման պրոցեսը, եթե ուշադիր լինեք, նայեք ջրային, գոլոշը պատեց, նույնիսկ փորձեմ արագ ցույց տալ, նայեք, ջրային բաներ կան ներսում։ Հիմա արդեն երբ որ սկսեց եռման նման, եռալու նման, բաց ենք թողնում, կափարիչը բացում ենք եւ թողնում ենք հալվի։ Այսինքն դեռ չի հասել դրան։ Պատկերացրեք արդեն եռման պրոցեսը սկսվել է, բայց ոչ մի տհաճ հոտ չի տարածվել, ես պիտի ավելի մեղմացնեմ կրակը, նջատելու աստիճանի մոտ, այսպես, որովհետև այն մյուս ձևը, որ իջացնում ենք մինչև վերջը, այնքան էլ շատ մեղմ չի լինում, այսպես մեղմ պետք է հալվի, շատ մեղմ,
Իսկ գոլորշու վրա այդ հալեցնելու process-ը էլի եմ ասում, ինքը շատ երկար է տևում եւ ես փորձել եմ այդպես առանց մակի տարբերություն չեմ զգացել։ Դրա համար խորհուրդ եմ տալիս այսպես անեք։ Իմիջիայլոց այն ինչ որ հիմա ես ասում եմ, ոչ ոքից չեմ լսել, արել եմ ինքս եւ ուզում եմ փոխանցել ձեզ փորձս։ Ահա, հիմա պիտի փորձենք այսպես ճզմիչով ավելի օգնել, որպեսզի հեշտ դուրս գա այդ յուղային մասերը եւ ավելի մանրանում այսպես։ Ես ուզում եմ նաեւ ավելացնել, որ այս յուղերը նաեւ օգտագործվում են կոսմետոլոգիայի մեջ։ Մաշկի խնամքի համար կրեմներ են պատրաստվում, ձեռքի, անգամ դեմքի եւ նաեւ գիտեք էկզեմայի դեպքում ասա օգտագործվում բուժման համար։ Իհարկե ես դրա փորձառությունը չունեմ, չգիտեմ թե ինչպես, բայց գիտեմ, որ դա օգտագործվում է նաեւ էկզեմայի բուժման համար։ Այսինքն բավական օգտակար հատկություններով եւ պիտանելիությունով օժտված այս յուղը, ինչից մենք միշտ խուսափել ենք եւ չենք օգտագործել, գուցե շատերի համար դառնա միջոց տեսա հողովակը, որպեսզի սկսեն օգտագործել։ Ես դեռ շարունակում եմ եփելու process-ի մեջ եմ։ Իսկ հիմա ինչպես միշտ ամենալավ ժամանակն է մեկ բաժակ սուրճ վայելելու։ Կափարիչները կիսատ բաց ենք անում, կիսատ փակ կանել, ինչպես որ դուք կհամարեք, որպեսզի ջրային մասը գոլորշու տեսքով դուրս գա եւ պիտի հասցնենք այն աստիճանի, որ շատ քիչ կողքերից սկսի գունափոխվել։ Չենք թողնելու, որ տապակվի, սա շատ կարևոր է։ Ինչպես ասում են, ժարից չլինի։ Հիմա ես արդեն քամեցի, յուղը հալված, սա է, որ պիտի օգտագործենք, որ ասում եք կարտոֆիլ տապակելու եւ այլի համար։ Սա մեր ստացված յուղն է, ափսոս դեղին է, որ ամանը տեսնեք, թե ինչքան զուլալ յուղ է ստացվել։ Սա մեր հալած յուղն է։ Հիմա պիտի թողնենք սա սառչի, բայց գիտեք ինչքան, որ ոչ թե այսպես ամբողջապես սառի սպիտակի, այլ հենց որ սկսում է կողքերից սպիտակել, թեթևակի արդեն որ տեսնում ենք, որ կարելի է միքսերով աշխատել հետը, նենց չլինի, որ այնքան սառեցնենք, որ հիմա մտածենք հալ չի, որպեսզի կարողանանք միքսերով աշխատել։ Սա այդ տարափոխեմ այստեղ, կարտոֆիլ տապակելու նպատակով։ Ահա։ Ասեմ ձեզ, որ շատ համեղ է ստացվում, իմիջիայլոց, երբ որ նաև սոխ եք ավելացնում կարտոֆիլին, չգիտեմ որքանով է ձեզ այդպես հաճելի, անում եք թե ոչ, սոխով շատ ավելի համեղ է լինում։ Հետևորդներ հարգելի, ես քամեցի նաև մյուսը, ուզում եմ տեսնեք արդեն սպիտակ տարայի մեջ, տեսեք զուլալությունը։ Ուրեմն սա կարող եք պահել սառնարանում 6 ամսի չափ, եթե ոչ ավելի, քանի որ մինչև այս կետը հասնելը բավական աշխատատար եւ ժամանակատար է, փաստորեն մի րոպե ժամային, ով ասեմ, ես սկսել եմ ժամը 4-ի կողմերը, հիմա ժամը 8-ն է։ Այդ հալելու process-ը, այդ քամելու եւ այլն, այդ process-ը երկար է տևում, դրա համար ցանկալի է, որ դուք ունենաք սրանից սառնարանում, այն ինչ որ պիտի պատրաստեմ, կտեսնեք, իսկ մի մասն էլ կարող եք ունենալ, որ երբ որ հարկ լինի, արդեն պատրաստի ունենաք հալած եւ սարքեք այն ինչ որ պիտի հիմա պատրաստենք։ Հասանք գլխավոր մասին։ Հիմա ուզում եմ տեսնեք խտությունը, պնդությունը, այս վիճակի մեջ պետք է լինի, այսինքն հալած կարագի նման։ Հիմա հարիչով պիտի հալենք։ Մի քիչ հարելուց հետո ներկայացնեմ մեզ ինչ անհրաժեշտ, ուրեմն մեղր, դե այս
տարվա այս եղանակին սառած է լինում, դուք տեսաք արդեն ես մի քիչ հալեցրեցի։ Ունենք այստեղ վանիլին, իսկական վանիլինը, փայլով, ոչ թե շաքարով։ Ունենք այստեղ կակաոյի յուղ։ Ես այսպես քերել եմ, որ հեշտ հալվի։ Մեկ ձվի դեղնուց, ցանկալյա տնական եւ թարմ եւ կոնյակ, ունենք նաեւ կակաոյի փոշի։ Կաթը վերջում կհասկանանք օգտագործելու ենք թե ոչ, կասեմ թե ինչի համար։ Հիմա խփելուց հետո ավելացնելու ենք նավերը գտալ։ Մի քիչ հարում ենք, որպեսզի այդ մնացած են մի քիչ էլ հնարավոր հոտը հեռանա, ոչ մի բացարձակ, ոչ մի տհաճ հոտ համ չկա։ Հիմա այստեղ ինչ վերաբերում է քանակին, հատուկ էսպես քանակ չկա, նայում ենք նաև ձեր նախընտրած քաղցրությանը, որքան քաղցր եք սիրում։ Գուցե հենց քաղցրը ահաճախ շատ քաղցր։ Ավելացնենք։ Ուրեմն սա պատրաստելու համար պատրաստում ենք այնքան, որ հնարավոր լինի մի շաբաթում վերջացնել, որպեսզի երկար չմնա, քանի որ այստեղ եւ ձու կա, եւ այնտեղ կաթ գուցե վերջում հիմա կտեսնենք, ինչի եմ ասում վերջում, որովհետեւ որպեսզի շատ խիտ չլինի, ծանր չլինի, այդ նպատակը ունի կաթը, ոչ թե ինչ որ այստեղ հատուկ բուժիչ ինչ որ մի բան։ Ավելացնենք կակաոյի յուղը, կակաոյի յուղը նաև բուժական առումով է, որովհետև երևի թե ձեզ հանդիպած կլինի, որ հազի եւ մնացած այլ դեպքերում կակաոյի յուղը կաթով օգտագործում ենք շատ ժամանակ երեխաների համար։ Այսպես։ Իսկ թվում է բավական կլինի մեղրը, որպեսզի շատ տհաճ չլինի։ Հիմա եթե նկատում եք, ինքը կրեմի նման ինչ-որ հետաքրքիր բան է ստացվում։ Այստեղ ավելացնում եմ մեկ ձվի դեղնուցը։ Ավելացնում եմ կոնյակ, քիչ-քիչ։ Կոնյակը ևս ունի երկու նշանակություն, եւ համի հոտի հետ կապված, եւ նաեւ օգտակարություն ունի բրոկների, թեթերի բուժական պրոցեսների դեպքում։ Այստեղ կավելացնեմ վանիլինը, քանի որ դեռ շատ տնտեսված վիճակ չի։ Ասեմ ձեզ մի բան էլ, որ օրինակ ռուսները հենց սմալեցը օգտագործում են հենց այդպես, հացին են քսում եւ ուտում են։ Չգիտեմ ում համար դա շատ զարմանալի եղավ, բայց փաստ է։ Այսպես կակաո ենք ավելացնում, սա էլ ըստ ցանկության,
Մի փոքր խառնենք սկզբից, որ փոշին վեր չբարձրանա։ Նոր կխփենք։ Ես քամեցի ես յուղի տարայի մեջ, այստեղ էլ պատրաստեցի։ Մի հատ խառնենք, որպեսզի տակը առանձին անկյուններում յուղը չմնա։ Տեսեք, ուրքերը մի քիչ յուղը տպած կա, որպեսզի այդ մասերն էլ այ եւ տակ կա, նայեք, խառնենք, որ լավ խառնվի։ Հիմա, որպեսզի ավելի թեթև լինի, մենք կաթը դրա համար էի ասում։ Մենք կարող ենք գտալ կաթ ավելացնել, որպեսզի շատ ավելի թեթև լինի, բայց սա արդեն կրեմի նման հատուկ մի բան է, չգիտեմ, անգամ եթե տորթերին եք կսեք, երևի ոչ ոք չի հասկանա, որ սա սմայեց է։ Ու հարգելի, շատ հարգելի գիտակներ, խոհանոցային արվեստի փորձառուներ, խնդրում եմ ձեզ, ձեր մեկնաբանություններում մի նշեք, որ երկար է, ձանձրալի է, ու հիշեք, որ դուք դա գիտեք, բայց այն շատ նորելուկ հարցները, երիտասարդները, ովքեր որ չգիտեն, նրանց համար շատ հարցեր առաջանում, բա այս քայլից հետո հիմա ինչա պետք անել։ Դրա համար, երբ որ ես մանրամասն բացատրում եմ, մի մտածեք, թե ես ժամանակի վրա եմ աշխատում, ուղղակի ինձ համար կարևոր նշանակություն ունի երիտասարդներին այս ամեն ինչի մեջ ներգրավել եւ ես շատ հարգում եմ պատրաստողներին ավելի քան պատվիրողներին։ Այսպես եկեք մի քիչ բարի լինենք եւ այն ինչ որ անում ենք երիտասարդների համար ևս։ Ձեր փորձով եք իսվեք, խնդրում եմ, գուցե բան կա, որ հիմա չգիտեմ, դուք ավելի գուցե փորձառու եք։ Ես պատրաստ եմ սովորել ձեզնից և պատրաստ եմ իմ փորձը փոխանցել։ Հիմա ավելացնում եմ շատ քիչ քանակությամբ տակ պիտի ավելացնեմ, որպեսզի թեթև լինի։ Հարգելի երիտասարդ մայրեր, եթե կուզենաք ձեր երեխաներին այսպիսի միջոցով ինչ-որ մի օգնություն ունենալ երեխաների առողջության հարցում, դուք կարող եք այս սալեցնել նուտելայի բանկաների մեջ, որ շատ հեշտությամբ իրենց խախել այսպես ասած և օգուտ կլինի իրենց ձեր խախելը։ Մի բան էլ ուզում եմ նախապես ասել զգուշացման կարգով, երբ որ դուք օգտագործեք սա, այս պատրաստուկը, շատ հնարավոր է, որ ինչպես ասում եմ, փորը թուլանա։ Դրանից վախենալ, անհանգստանալ պետք չի և ոչ էլ պատճառ է դադարեցնել օգտագործումը։ Պարզապես մի քանի օր զգուշավոր եղեք, 1-2 օր, և օրգանիզմը դրանով սովորի, և նորմալ կլինի։ Ինձ թվում է բավական է։ Կարելի է համարել, որ պատրաստ է արդեն։ Այս պրոցեսը արդեն շատ երկար չի տևում, մենակ այն սկզբի հալելու պրոցեսն է, աշխատատար և ժամանակատար, դրա համար ավելի լավ է մեծ քանակությամբ հալեցնեք, սառնարանում ունենաք, երբ որ կարիք կլինի, կարող եք պատրաստել և ինչպես արդեն նշեցի, այն կարող եք մոտ 6 ամիս պահպանել սառնարանում։ Արդեն պատրաստ է։ Սա կարող եք լցնել փոքր բանկաների մեջ, տեղավորել սառնարանում և օգտագործել առավոտյան, շատ ավելի ցանկալի է դատարկ ստամոքսին, երբ որ նոր արթնանում եք։ Չգիտեմ, կուզեք հացի վրա քսեք, կուզեք ոնց, բայց հենց այնպես ուտելը շատ ավելի օգտակար է լինում։ Այսօր այսքանը հարգելիներս, շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք, դիտեցիք և ուրախ կլինեմ օգտակար լինել ձեզ և խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։